Սուրբ Հովհաննես եկեղեցի, Մեղրու վանք, հայ առաքելական եկեղեցի, Հայաստանի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում։ Ընդգրկված է Մեղրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ 17-րդ դարում կառուցված Սուրբ Հովհաննես եկեղեցին դասվում է գմբեթավոր եկեղեցիների շարքին։ Գտնվում է Մեղրի քաղաքի հյուսիսային բարձրադիր մասում։ Քառամույթ, գմբեթավոր, բազիլիկ կառույց է։ Եկեղեցին կառուցված է տեղական բազալտե քարից, իսկ գմբեթն աղյուսաշեն է։ Արևմուտքից արևելք ձգված ուղղանկյուն դահլիճը երկու զույգ մույթերով բաժանված է 3 նավերի։ Գնդաձև գմբեթը տեղադրված է աղոթասրահի կենտրոնում։ Թմբուկը ներսից գլանաձև է, դրսից բազմանկյուն, 12 նիստով։ Միակ մուտքն արևմտյան կողմից է։ Եկեղեցու ներսը մշակված է աղյուսե դեկորատիվ որմնանկարներով։ Խորշերն ու որմնանկարներն ունեն շեշտված սլաքաձևություն, իսկ եկեղեցուն արևմտյան կողմից կից է ուղղանկյուն հատակագծով ու եռակամար բաց սրահը։ Մեղրու Մեծ Թաղի Սուրբ Աստվածածին եկեղեցին դասվում է 17-րդ դարի գմբեթավոր եկեղեցիների շարքում։ Գտնվում է Մեղրի քաղաքի բարձրադիր հյուսիսային թաղամասում, բոլոր կողմերից շրջապատված է բնակելի տներով։ Քառամույթ գմբեթավոր բազիլիկ է, կառուցված է բազալտով, թմբուկն ու գմբեթը աղյուսով։ Ունի 2 մուտք հարավից և արևմուտքից։ Հուշարձանի հարավային կողմից ճակտոնի երկթեք վրա կառուցված է զանգակատունը։ Քառանկյուն աղյուսաշեն ռոտոնդա է քառանիստ վեղարով պսակված։ Եկեղեցին ունի արտաքին զուսպ հարդարանք, միակ դեկորատիվ տարրը խոյի գլուխն է, հարավային ճակատի արևմտյան լուսամուտի մոտ։ Եկեղեցին զարդարված է 19-րդ դարի որմնանկարներով, հիմնադրվել է 1673 թվականին։ Սուրբ Աստվածածին եկեղեցին ունի 2 մուտք արևելքից և հարավից։ Եկեղեցու հարավային պատին ագոսված է խոյաքանդակ։